FM 107-ի լրատվականը շարունակում է աշխատանքը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում։ Ղարաբաղյան հակամարտությունը Վրաստանի համար մարտահրավեր է։ Թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունն ունի 8-ամյական միջնակարգ կրթություն։ Ծեծկրտուկ գիշերային ակումբում, այժմ այս եւ այլ թեմաների մասին առավել մանրամասն։ Ղարաբաղյան հակամարտությունը Վրաստանի համար մարտահրավեր է, այս մասին նշվում է Վրաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված դիմակայության վերսկսումը կթույլատնի Հարավային Կովկասի բոլոր 3 երկրի անվտանգությունը եւ կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճին, ասվում է փաստաթղթում։ Հայեցակարգի Վրաստանի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները մասը վերաբերում է Հարավային Կովկասի հարևանների հետ հարաբերություններին։ Հայաստանի հետ հարաբերությունները գնահատվում են որպես սերտ գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ ռազմավարական։ Հայաստանում թրաֆիքինգի քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում։ 2010-2011 թվականների ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողից 11-ը շահագործման է ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին Armenpress-ին տեղեկացրել են Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ընդգծելով, որ քիչ չեն նաև Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի դեպքերը։ Հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողից 10-ը շահագործման է ենթարկվել Թուրքիայում։ Հրապարակվել է նաև թրաֆիքինգի զոհերի տարիքային կազմի վիճակագրությունը, որի համաձայն շահագործման ենթարկվածներից 5 անց 16-ից 18 տարեկան է, 18-ից 24 տարեկան 11 անց, 25-ից 29 տարեկան 7 անց եւ 30-ից 49 տարեկան 16 անց։ Ինչ վերաբերում է տուժողների կրթական մակարդակին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ուսումնասիրությունների տվյալներով թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը 94.9%-ն ունի 8-ամյա կամ միջնակարգ կրթություն։ 3 կեսգիշերն անց երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցեց ծեծկրտուկ, որի հետևանքով կռվի մասնակիցներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության լրատվության վարչությունից Նյուզայեմի հետ զրույցում հաստատելով կատարվածը հավելել են, որ կատարվում է նախաքննություն, իսկ կռվի մասնակիցների առողջական վիճակի ու ծեծկրտուկի բուռն պատճառի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Մարտիրոսյանին։ Վերջինը օգոստոսի 20-ից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի մեղադրանքով, այն է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտնի է դարձել դեկտեմբերի 24-ին ժամը 09:44-ին Ապարան Սպիտակ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածների ինքնությունը։ Ֆորդ Մագնիշի ավտոմեքենայի ուղևոր Վրաստանի քաղաքացի 35-ամյա Կախա Կոցելավան տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի հիվանդանոց։ Հրշեջ փրկարարները Ֆորդ Մագնիշի մեքենայից դուրս են բերել վարորդ Վրաստանի քաղաքացի 41-ամյա Շալվա Գուլարիդին եւ հանձնել շտապօգնության բրիգադին։ Հիվանդանոցից տեղափոխված առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Իսկ դեկտեմբերի 23-ին ժամը 16:45-ին վազ 21:21 Մագնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ Դեկտեմբերի 23-ին ժամը 13:20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած ՈՒԱԶ Մագնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել հացենու փայտով։ Վարորդը ավտոմեքենայի եւ փայտանյութի վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելով հայտարարել է, որ այն գիշերը ապօրինի հատել է Ստեփանավանի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնից։ Փայտանյութի քանակը եւ պատճառված վնասի չափը ճշտվում է։ Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Հայաստանի ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, ում հետ քննարկել է իրավական ոլորտում հայ-ուկրաինական հարաբերությունները։ Ոստիկանապետը բարձր է գնահատել կայացած հայ-ուկրաինական համագործակցությունը, մասնավորապես հետախուզվողների հայտնաբերման ուղղված աշխատանքներում, միևնույն ժամանակ նշելով, որ գործընկերությունը պետք է առավել ընդլայնվի, ընդգրկվելով նոր բնագավառներ։ Իվան Կուխտան գոհունակություն է հայտնել հայ եւ ուկրաինացի իրավապահների արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ։ Էրդողանը հիմա էլ հիշել է Սարկոզիի պապին։ Թուրքական Հուրիետ թերթի փոխանցմամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով երեկ հիշել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը, որպես 1945 թվականին Ալժիրում իրականացված ցեղասպանության ժամանակ ֆրանսիական լեգիոնի զինծառայող, այժմ էլ հիշել է Սարկոզիի պապին։ Էրդողանը նշել է. Սարկոզիի մորական կողմից հրեա պապ Բենեդիկտոս Մալան, որը հայտնի է Ահարոն անունով, 1904 թվականին փախել է Իսպանիայից եւ փրկություն գտել Օսմանյան կայսրությունում։
Սակայն երբ հունական զորքերը Բալկանյան պատերազմի ժամանակ 1912 թվականին գրավեցին Սալոնիկը եւ հաջորդ տարի կնքված պայմանագրով Օսմանյան կայսրությունը կորցրեց այդ քաղաքը, Սարկոզիի պապը 1914 թվականին գաղթել է Ֆրանսիա։ Հարգելի Սարկոզի, Թուրքիայի պատմության մեջ չի եղել որևէ ցեղասպանություն։ Եթե Սարկոզին ուսումնասիրի իր ընտանիքի պատմությունը, ապա բացի աջակցությունից եւ բարի մտադրություններից այնտեղ որևէ այլ բան չի գտնի, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսքան այժմի համար։ Հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 382 դրամով, եվրոն 497-ով, օդի ջերմաստիճանն այժմ +1 է։ Շարունակեք հետևել լրատվությանը FM 107-ի եթերում։